Ողջույն եթերում Զարզնգ ռադիոն է եւ այսօրվա թողարկման ընթացքում կընթերցենք Հովհաննես Թումանյանի Խելոքն ու հիմարը։ Երկու աղբեր են լինում՝ մինը խելոք, մյուսը հիմար։ Խելոք աղբերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին, այնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր գնամ ջոկ ապրեմ։ Լավ, ասում է խելոքը։ այսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի ինձ, որը դուրսը մնա քեզ։ Ժամանակն է լինում է ձմեռ, հիմարը համաձայնում է, ապրանքը ջուրն է տանում, ետ բերում, ձմեռվա ցուրտ օր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուռն են հասնում, թե չէ, իրար ետևից ներս են թափում, դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի, գերաններին քոր անելիս, էն է մնում հիմարին, էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։ Ամոզի, արի, հեյ։ Կանչելով գնում է, մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալիս ամոզի արի հեյ, ավերակի արձագանքը կրկնում է. Հեյ, Հիմարը կանգնում է, Ինձ հետ ես խոսում, հա։ ավերակը ձայն է տալի, հա, Մոզին ուզում ես, ես, քանի մանետ կտաս։ 10, Հիմի կտաս, թե չէ։ չէ, Դե եկուց կգամ, որտեղից որ է ջարի։ արի, հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով ավերակի դռանը կապում է շրշվացնելով վերադառնում տուն, մյուս օրն առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու, դու մի ասիլ գիշերը գայլերը մոզին կերել են, գնում է տեսնում ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև, Հը, ասում է. մորթել ես, կերել ես, հա։ հա, Չաղեր, թե չէ։ չէ, Հիմարը էստեղ վախենում է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա, Էդ իմ բանը չի։ ասում է. Առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ։ Բեր իմ փողը, 10 մանեթը դեղին ոսկի։ սկի, Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, դուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին, մին երկու զարկում է, պատերից մի քանի քար են վեր ընկնում, դու մի ասիլ, հնուց էդ պատում գանձ է եղել պահած, քարերը որ վեր են ընկնում, ոսկին թափվում է, հանկարծ առաջը լցվում, Այ այդպես, բայց այսքան ինչ եմ անում։ 10 մանեթ ես պարտք, իմ 10 մանեթը տուր, մնացածը քո փողն է, ինչի՞ս է պետք։ մի ոսկի է վերցնում գալի տուն, հա, մոզին ծախեցիր, ծիծաղելով հարցնում է խելոք աղբերը, Ծախեցի, ում վրա, ավերակի, հետո փող տվա, իհարկե տվավ, դեռ չէր ուզում տա, ամա ձեռից հետո որ մի քանի հասցրի, ինչ ուներ առաջից փռեց, իմ 10 մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված, ասում է ու ոսկին հանում ցույց տալի, էդ որտեղ է, աչքերը 4 է անում խելոք աղբերը, ցույց չեմ տալ, դու աչքացակ ես, այնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի, խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա, բեր, ասում է, ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ ես տեսնեմ, տկլորես, քեզ համար նոր շորեր առնեմ, հիմարը նոր շորերի անունը որ լսում է, ձեռին էլ է տալի աղբորը, տանում է մնացածի տեղն էլ ցույց տալի, խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց աղբոր համար նոր շորեր չի առնում, էս հիմարը ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ, Պարոն դատավոր, ասում է, ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի,
Հերիք է, հերիք։ Ընդհատում է դատավորը։ Այս հիմարը որտեղից եկավ, ոնց։ Թեմոզին ավերակի վրա ծախեցի։ Վրեն ծիծաղում է ու դուրս անում։ Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում ու ասում են մինչև այսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք աղբերն էլ ծիծաղում է ամենքի հետ։ Հեքիաթը ընթերցեցին Դենիել Աստատրյանը, Գյորգի Աստատրյանը և Տաթևիկ Խաչատրյանը։